Արդեն մի քանի ամիս է ինչ ինտերօրտոպրոթեզարանի Գյումրու մասնաճյուղը լուծարված է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխամասային կառույցը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար է գտել 6 հոգանոց կոլեկտիվից միայն մեկին պահել աշխատանքի, իսկ մյուսներին տուն ուղարկել։ Կառույցի միակ ներկայացուցիչ Գարիկ Դավթյանն ասում է, թե հաշմանդամներին հիմա սպասարկում են երևանյան մասնագետները։ Նախկին աշխատողներն են թերացել իրենց աշխատանքում, թե ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, որ երևանյան կառույցը գնացել է այդ քայլին, հարցրին կառույցի ներկայացուցչին։ Ըստ Գարիկ Դավթյանի ուղղակի բարձրացվել է հաշմանդամների սպասարկման որակը։ Մասնագիտական մոմենտը մեր ղեկավարությունը որոշեց ավելի ճիշտ կլինի Երևանի մեր մասնագետները, բարձրորակ մասնագետները կան, այստեղ կատարվում են չափահանումներ, որից հետո պրոթեզը պատրաստվում է Երևանում, մեկ շաբաթվա 5 կամ 10 օրվա ընթացքում հանձնվում է հաշմանդամին։ Ընթացիկ նորոգումները, այսինքն պրոթեզը նախատեսված է 3 տարվա համար, կառավարության որոշումն է։ Ընթացիկ նորոգումները կատարվում են այստեղ տեղում։ Գյումրեցի հաշմանդամների մի խումբ ոչ մի տրամաբանություն չի տեսնում կատարված այս փոփոխություններում, ոչ թե բարձրացվել է հաշմանդամների սպասարկման որակը, այլ ընդհակառակը մի բան էլ նոր խնդիրներ են ստեղծվել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար։ Նախկինում պրոթեզավորման գործընթացը կազմակերպվում էր արագ մի քանի օրում, հիմա հաշմանդամները ստիպված են սպասել, մինչև Գյումրի կժամանան երևանյան մասնագետները, որ սպասարկեն իրենց։ Ունեին հատուկ մասնագետներ, որոնք սպասարկում էին, բայց ինչ-ինչ պատճառները չգիտեմ, չեմ կարող ասել։ Հիմա Երևանից են գալիս, 2 շաբաթը մեկ։ Ստեղ էլ չի գործում, որ գնամ ստեղ, քանի անգամ զանգել եմ, ասել են կկանչենք, որ սարքեն, ու հարիմի խաբար չունեմ։ Պրոթեզավորման կենտրոնից վստահեցնում են, որ երևանյան մասնագետները ամիսը 2 անգամ այցելում են կենտրոն ու շատ արագ սպասարկում գյումրեցի հաշմանդամներին։ 27-ամյա Արամ Մարտիրոսյանն ասում է, թե 2 ամսից ավելի է դիմում է կառույցին, որպեսզի ստանա համապատասխան բուժօգնություն, սակայն պատասխանել են, թե կառույցը լուծարված է, աշխատողները կրճատված, եւ որ հաշմանդամը ստիպված է դարձյալ սպասել։ Արդեն շարքից ելել է, եղավ 4 տարի արդեն հագս է պրոթեզը։ Եվ ուզում եմ արագ-կարգով վերանորոգեն, մոտ 2 ամիս եղավ 3 ու հարիմի խաբար չունեմ։ Բացի այդ կան խոսակցություններ, որ պրոթեզավորման հետ կապված խնդիրները լուծելու համար հաշմանդամները Երևան են հասնելու, այնտեղ է անցկացվելու նրանց բուժզննումը։ Այս ամենը հաշմանդամին դրդում է եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ մեր երկրում հաշմանդամ քաղաքացիներն ուղղակի անտարբերության են մատնված, նշում է 24-ամյա Լեյլի Բոյաջյանը։ Արամն իր հերթին ավելացնում է, թե աղետ տեսած քաղաքում, ուր հաշմանդամների թիվը շատ մեծ է, հարկավոր է ոչ թե կրճատել, այլ ավելացնել նմանատիպ կառույցների թիվը։ Թե կառավարությունը, թե դա ամեն ինչը դե նորմալ տեղ չեն անի, որ հաշմանդամը իրան լիարժեք զգա։ Նրանք պետք է կան այստեղ, ոչ թե հաշմանդամը գնա հասնի Երևան, դա ինչ, բացառվում է։ Հիմա կարևորը խնդրի այն է, որ մենք դժգոհ չլինենք, թե ով կմեզ սպասարկի, դա էական չի, կարևորը, որ մենք մեզ լիարժեք զգանք քայլելուց կամ առհասարակ ոչ մի խնդիր չունենանք։ Եթե սպասարկման հետ կապված խնդիրներն առաջիկայում չլուծվեն, ապա հաշմանդամները ստիպված կլինեն նոր միջոցներ ձեռք առնել։ Նախապատրաստում են դիմումնամակ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որում ներկայացնելու են իրենց խնդիրները։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։